Այս շաբաթ խորհրդարանը գումարեց հերթական նիստեր աշխատանքների սկզբում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության կազմը համալրած պատգամավոր Վանիկ Օհանյանը երդվեց. Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ։ Այնուհետև խորհրդարանն անցավ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման, այս անգամ օրակարգում 14 հարցեր։ Կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում ու ռազմական ոստիկանության մասին օրենքներում, ինչի արդյունքում հստակեցվում են վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն ու պատասխանատվության չափը։ Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլև հայտնաբերելիս եւ բացահայտելիս, ռազմական ոստիկանության իրավասություն է վերապահվում աջակցել զինկոմիսարիատներին, քաղաքացիներին զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումներին կազմակերպման գործընթացում, ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը նշված վայրեր, անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով։ 25-օրյա վարժական հավաքների համակարգում բազում խնդիրներ կան, սա Հայաստան խմբակցությունից Գեղամ Մանուկյանի դիտարկումներ։ Թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են։ Ոչ, վարժական հավաքները բացը լրացնելու համար է։ Նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական։ Իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։ Ի պատասխան Գեղամ Մանուկյանի նկատառումների երկրի պաշտպանական գերատեսչության փոխնախարարը մեկ հավելում եւս արեց։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվականակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաեւ մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատեց քննարկված նախագիծը։ Ազգային ժողովը քննարկեց Հայաստան խմբակցության կողմից արտահերթ համարված քրեական օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը։ Առաջին ընթերցմամբ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ցեղասպանություններին եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն, արդարացնելուն, դրանք քարոզելուն կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելուն։ Նախագիծն ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց խմբակցության քարտուղար Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք թե հայոց ցեղասպանությունը, թե Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունները եւ թե նաեւ միջազգայինորեն ճանաչված ցեղասպանությունները արդարացնողների նկատմամբ կամ այն դրա բացական ազդեցությունը նվազեցնելու հրապարակային հայտարարություններ կատարողների նկատմամբ իրականացնենք քրեական հետապնդում։ Մինասյանն իր ելույթում նշեց նաև, որ կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն, կարծր չէ խմբակցության դիրքորոշումը, նշեց պատգամավորն ու հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը կարող է փոփոխությունների ենթարկվել։ Որ տեսակի արտահայտություններն է առաջարկում քրեականացնել, հետաքրքրվեց Մարիա Կարապետյանն ու օրինակի հիման վրա հարց ուղղեց հիմնական զեկուցողին։ Այս տարի ապրիլին Գևորգ Աջապահյանը ասել է հետևյալը. ցեղասպանությունը ձեր պատճառով է, դիմելով աշխարհիկ իշխանություններին։ 1000 անգամ այդ մասին ասել եմ, մինչև 1890 թվական հայ ժողովուրդը ապրել է իր պատմական տարածքներում, Համիդի ջարդերը եղել են արդեն, երբ ձեր կուսակցությունները ստեղծվեցին։ Թուրքը ուզում էր հային ոչնչացնել 11-րդ դարում չկարողացավ, 12-րդ, 13-րդ դարում չկարողացավ, գանք հասնենք 20-րդ դար, 20-րդ դարում ուզեց եւ կարողացավ, ինչու։ Առաջին մասը միանշանակ այո, առնվազն պետք է իրավական գնահատական տրվի։ Ինչպես որ պետք է իրավական գնահատական տրվի այն հայտարարությանը, երբ որ ասում է, որ մենք դեռևս պետք է պարզենք, ինչ տեղի ունեցավ մեր հետ 1915 թվականին կամ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը գնում էր կառափնարան կամ չգիտեմ ինչ, այլ կերպ ասած, երբ փորձ է արվում զոհին ներկայացնել
որպես մեղավոր անձ։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունն այս պահին բացակայում է, սա էլ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն էր, որ ներկայացրեց Ալխազ Ղազարյանը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը արդեն իսկ նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը, ուստի կոչ եմ անում գործընկերներին դեմ քվեարկել նախագծին։ Որոնք են պատահության որոշման չափորոշիչները, հետաքրքրվեց Արտուր Խաչատրյանը։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հերքել, չի հերքում ու չի էլ հերքելու հայոց ցեղասպանությունը, այնպես որ այն քրեականացման հոդվածն էլ որ կա, եթե նույնիսկ էլ լինի, կարծում եմ ամբողջությամբ ծածկելու է։ Հարցի առնչությամբ ելույթներ ունեցան թե ընդդիմադիր, թե իշխող ուժերի ներկայացուցիչները, ընդդիմությունն ընդգծեց այսօրվա իշխանությունների քաղաքականության մեջ ցեղասպանության հետևանքները նսեմացնելուն ուղղված գործողություններ են նկատվում։ Իշխող ուժի падգամավորներն էլ պնդեցին, ընդդիմությունը հերթական կեղծ օրակարգն է շրջանառում։ Վերջինիս գործունեությունը կամ մանիպուլյացիան է, կամ գուշակությունը։ 2 ժամ տևած քննարկումների ու քաղաքական բանավեճերի արդյունքում խորհրդարանը չընդունեց քննարկված օրենքի նախագիծը։ Օրենսդիրը քննարկեց նաև թափոնների մասին օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Գործադիրը թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման, թափոնների կառավարման համակարգի կատարելագործման, օրենսդրական բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու նպատակով նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթաց։ Այս պիսով օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար պոլիգոն, թափոնների սեփականատեր, թափոնների կուտակում հասկացություններով կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները, որոնցից են թափոնների տեսակավորումը, գործունեության ստորակարգության կիրառումն ու շրջակա միջավայրը թափոններով աղտոտողների պարտականությունները։ Օրենքով կամրագրվի վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման պահանջը եւ գործընթացի հիմնական կարգավորումները կհստակեցվեն կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները։ Կամրագրվի ոլորտը կանոնակարգվող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար լիազորող նորմ, ինչի շնորհիվ կառավարությունը կսահմանի թափոնների հաշվառման կարգը եւ գործածության կանոններն ու պահանջները։ Ըստ փոխնախարարի նախագծերի ընդունմամբ կկանխվի թափոնների ապօրինի աղբավայրերի շահագործումը, իսկ աղբավայրերը տնօրինողներն առավել հետևողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման հարցում։ Փակ շրջանառու համակարգի իրավական գործընթացը վարչական դատարանում վիճարկվում է եւ դա կասեցված է։ Դուք բերել եք կասեցված նորմով, դրել եք շրջանառության մեջ եւ դրա վրա կառուցել եք աշխարհներ։ Վաղը դատարանը մեկ այլ վճիռ արձակելու, ձեր բերած օրենսդրական նախաձեռնությունը կամ օրենքը ուր է մնալ, այսինքն դուք մտցրել եք աշխարհի մեջ, վաղը կարող է բացարձակ դատարանը ասի, որ փակ շրջանառու համակարգը մենք նպատակ արմար չենք գտնում, անում ենք, սա ի՞նչ է։ Ձեր համար լավ տեղեկություն ունեմ, պարոն Ղազարյան, ասեմ, որ այն հայցապահանջը, որը ներկայացվել էր դատարան եւ որի արդյունքում կասեցվել էր փակ շրջանառու համակարգի հետ կապված կառավարության որոշման գործունեությունը, հայցվորների հայցը մերժվել է։ Ձեր տեղեկությունները այս առումով խնդրում եմ թարմացնել եւ այստեղ չնայած որ դա որևէ խնդիր չուներ այս նախագծի հետ կապված, ինչի վերաբերյալ ես ձեզ պատասխանել էի նաեւ հանձնաժողովի ժամանակ։ Ես խնդրեմ, որպեսզի հենց հիմա հրապարակեք պահման կանոններից մի քանի կոնկրետ նորմեր։ Այս խնդիրը առաջացել է բավականին սուր հարցադրումներից։ Սկսած ամենապարզագույն բանն եմ բերում, էլի դիահերձերաններից, ավարտված քիմիական նյութերով, պեստիցիդներով եւ այլն։ Իդեպ ասեմ ժամանակին ելք խմբակցություն կար այստեղ նստած։ Այդ ելք խմբակցության առաջարկի իման վրա ես որպես բնապահպանության նախարար հենց փոփոխություն արել եմ նրա համար, որպեսզի ավելի դյուրին եւ ավելի կառավարելի լինի։ Հիմա դուք վերացնում եք դա, համարժեքը փոխարինեք։ Այս փոփոխությունը արվում է, որպեսզի տնտեսավարողը համարժեք եւ ողջամիտ ժամկետ ունենա իր կողմից առաջացրած թափոնը համապատասխան տեղափոխման եւ վերացման ենթարկելու ու այդ ընթացքում չունենա բյուրոկրատական խնդիրներ։ Ինչ վերաբերում է պահպանման կանոններին, դուք գիտեք, որ թափոնների տարբեր տեսակների համար դրանք տարբեր են։ Քննարկումների արդյունքում խորհրդարանն ընդունեց նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ։ Հերթական նիստի ընթացքում քննարկվեց նաև Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Հունանյանն իր ելույթում անդրադարձավ առողջապահության ոլորտում արկա որոշ խնդիրների ու բացերի, ինչպես նաև վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներին ու մարտահրավերներին։ Մենք պետք է առողջապահության ոլորտում ձևավորենք նոր մշակույթ։
առողջապահության պահպանման առաջնային օղակ։ Պետք է ընդունենք, որ այս օղակում լայնածավալ լավարկումներ է եղել կառավարության եւ քաղաքապետարանի կողմից։ Դրանք են բժիշկների եւ միջին բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում, նեղ մասնագիտական ծառայությունների ավելացում, բժշկական կազմակերպությունների նոր սարքավորումների վերազինում, բայց այստեղ էլ մենք դեռ ունենք էթիկայի խնդիր։ Հարցի քննարկման ընթացքում ընդդիմադիրներն անդրադարձան Հռիփսի Մեհունանյանի բարձրագույն կրթություն չունենալուն։ Ձեր կողմից առաջադրված պաշտոնը խիստ մասնագիտական եւ նեղ մասնագիտական բարձրագույն կրթություն է պահանջում ըստինց։ Եթե դուք գիտեք ձեր ոնց է կարգավորելու, ժամանակը ցույց կտա եւ արդյունավետությունը։ Իհարկե բարձրագույն կրթությունը լրացուցիչ առավելություն է, բայց երբ որ ասում ենք, որ հանձնաժողովի նախագահը պիտի ունենա նեղ մասնագիտական գիտելիքներ, ես համաձայն չեմ դրա հետ, որովհետև առողջապահության հարցերի հանձնաժողովում սրտի բաց վիրահատություն չեն անել։ Հանձնաժողովի նախագահը սովորական падգամավոր է։ Իր տարբերությունը մնացած падգամավորներից կայանում է նրանում, որ ինքը պիտի հանձնաժողովի նիստերը կազմակերպի ու հանձնաժողովի աշխատանքները պիտի կազմակերպի։ Եթե մենք падգամավորի նկատմամբ բարձրագույն կրթության պահանջ չենք սահմանել, հանձնաժողովի նախագահի նկատմամբ էլ պիտի նման պահանջ չսահմանենք։ Ազգային ժողովի 107 падգամավորից Փակ Գախնիկ Քվեարկությանը մասնակցեց 61-ը, ձայները պաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 61, դեմ 0։ Այսպիսով Հռիփսի Մեհունանյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը եւս նիստերի օրակարգում էր։ Մրցութային խորհրդի որոշմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Լևոն Բալյանի թեկնածությունը։ Թեկնածուն ելույթում ներկայացրեց իր մասնագիտական ուղին ու հանձնաժողովի անդամ ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականը։ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ազգային ժողովի падգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել եւ որոշում չի կայացվել։ Արդյունքում Լևոն Բալյանը չընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։